Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն իրականացնող անձինք Ուժեղ Հայաստան կուսակցության համակրի եւ այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն, հարկադրելով մասնակցել ազգային ժողովի ընտրություններին եւ քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։ Այդ փոխտվողը, ոչ թե փոխտվողը, այդ հարցերում, չգիտեմ, բենզին լցակայանը, գազա լցակայանը կամ դիզելը կամ ուտելիքի դա։ Այդ փողերը գնա մախկեր էլի, իրանով արено։ Ասենք կմինայի, ահագին ժողովուրդ են տարել դեր, իմիջալոց այդ որասի, մենակ մի 35 հոգու չափ, էտապն է էլի, վախին ասենք 10-12 կար ավելացրել եմ, հայկական անձնագրերով են, ասենք, այդ որ պետք լինի, ասենք, կարան գան, որոշում մասնակցան, մի իրանց ընդ է ուզում եմ զբաղացնան, բայց մի քիչ լուրջ պրոյեկտներ էլ է, մենք էլ այդ ժողովուրդին կոկարտիկով բանը որ հասնի, ասենք, երբ է պետք վերել ստեղ։ Միջև մի քանի օր առաջ էլի, 10 օր առաջ խոսքի։ Հուլիսի 7-ին, то есть грубо говоря, հենց праздникները սկսում է մեկը բան, դրանից այդ праздникների վաղ գա։ Չարս էլի տոմսերն էլ կատաստրոֆա, չէ։ Աշխիզի հետ ավտոբուս մտածեք վարձեք դերեք։ Ես պետք է մայիսի սկզբներին գնա, տոմսերը արդեն նայում, լավ կապացել է։ Այսինքն ամսի 3-4-ին է ստելն են, մաքսիմում մինչև 5-ը հերիքա, չէ։ Հա, բան չէ։ Ռուսաստանից մասկվայց կոնկրետ ասում են, որ հանգարց եթե անգամ անցնի էլ Նիկոլա ով ուժեղ տղա է, հիմա կոնկրետ առնչկան 830 հոգի հայ Ռուսաստանի 830 հոգի այդ ֆիրմայում հայ աշխատող կա 830-ին, ասում է տնօրենն է, իր ազգանունը ռուսագանը ջոգեր, բայց ինք հայ է, իր մերը հայ է, սաղ, վաղը չմյուս օր, ամսի 15-ին, ասեց 32 հատ մեքենա, իր ֆիրմա ավտոն է, ասել է կլերես, լծվեք Հայաստան, էդի այդ ֆիրմը, ունը կրասեն ասկում են անում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն եւ ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականon ընթացքը խաթարող գործողություններից։ Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի եւ խիստ ստուգում, ինչպես նաեւ ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար, անկախ դրանց կատարման վայրից եւ ներգրաված անձանց շրջանակից։